Հովհաննես 2-րդ գլուխ։ Գալիլեա հասնելու 3-րդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար։ Հիսուսի մայրն այնտեղ էր։ Հարսանիքի հրավիրվեցին նաև Հիսուսը և իր աշակերտները։ Երբ գինին պակասեց, մայրը Հիսուսին ասաց. Գինի չունեն։ Հիսուսը նրան ասաց. Միթե ես չգիտեմ ինչ պիտի անեմ, ով կին։ Իմ ժամանակը դեռ չի հասել։ Նրա մայրը սպասավորներին ասաց. Ինչ որ ձեզ ասի, արեք։ Այնտեղ կային քարե 6 թակույկներ հրեաների սրբվելու սովորության համաձայն։ Նրանցից յուրաքանչյուրը շուրջ 100 լիտր տարողություն ուներ։ Հիսուսը նրանց ասաց. Այդ թակույկները լցրեք ջրով։ Բերնեբերան լցրին և ասաց նրանց. Հիմա վերցրեք և տարեք սեղանապետին։ Եվ նրանք տարան։ Եվ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը, չէր իմանում, թե որտեղից է, բայց սպասավորները, որոնք ջուրը լցրին, գիտեին։ Խոսեց Փեսայի հետ ու ասաց. Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես։ Հիսուսն այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում, որպես սկիզբը նշանների, և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան։ Սրանից հետո Հիսուսը Կափառնայում իջավ իր մոր և իր եղբայրների հետ, և այնտեղ մնաց միայն մի քանի օր։ Հրեաների զատիկը մոտ էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ Եվ տաճարում հանկարծ տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։ Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց, նաև ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց և նրանց սեղանները շուռ տվեց։ Իսկ աղավնեվաճառներին ասաց. Դրանք այստեղից վերցրեք և իմ հոր տունը վաճառատան մի վերածեք։ Նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի։ Հրեաները նրան պատասխանեցին ու ասացին. Ինչ նշան կարող ես ցույց տալ մեզ, որ այդ բանն անում ես։ Հիսուսը նրանց պատասխանեց ու ասաց. Քանդեք այդ տաճարը և 3 օրվա ընթացքում կվերականգնեմ այն։ Հրեաները նրան ասացին. 46 տարում շինվեց այս տաճարը, իսկ դու 3 օրում ես վերականգնում այն։ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այս է, որ ասել էր, և հավատացին Սուրբ գրքին ու Հիսուսի ասած խոսքին։ Երբ Հիսուսը Զատկի տոնին Երուսաղեմում էր գտնվում, շատերը հավատացին նրա անվանը, քանի որ տեսնում էին նրա կատարած նշանները։ Բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքն ամենքին ճանաչում էր և կարիք չկար, որ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ինչ կար մարդու մեջ։